Բարև ձեզ թանկագիններ։ Այսօր ուսումնասիրելու ենք երկրորդ օրինաց 5-րդ եւ 6-րդ գլուխները, որտեղ Մովսեսը կրկին հիշեցնում է Աստծո պատվիրանները եւ Իսրայելին կանչում է սիրել Տիրոջը ամբողջ սրտով։ 5-րդ գլխում նորից հնչում է 10 պատվիրանները, բայց սա պարզապես օրենքների ցանկ չէ։ Սա Աստծո սրտի հայտնությունն է։ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը տարբերվի աշխարհից, ապրի սրբությամբ եւ արտացոլի իր բնավորությունը։ Բայց այստեղ մի շատ խոր ճշմարտություն կա։ Օրենքը ցույց է տալիս, թե ինչպիսին է Աստծո սրբությունը, բայց նաեւ բացահայտում է մարդու անկարողությունը։ Մարդը չէր կարող սեփական ուժերով ամբողջությամբ կատարել Աստծո կամքը։ Եվ հենց այստեղ, որ ամբողջ օրենքը սկսում է մատնանշել Հիսուս Քրիստոսին, Հիսուսն է այն միակը, ով կատարյալ կերպով կատարեց օրենքը։ Նա ապրեց առանց մեղքի եւ դարձավ կատարյալ զոհ մեզ համար։ 6-րդ գլխում հնչում է ամենահայտնի խոսքերից մեկը. Լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է, եւ սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ զորությամբ։ Սա պարզապես պատվիրան չէ, սա հարաբերության կանչ է, թանկագիններ։ Աստված չէր ուզում միայն արտաքին հնազանդություն, նա ուզում էր մարդու ամբողջ սիրտը։ Եվ հենց սա է Հիսուսի ուղերձի կենտրոնը։ Երբ Հիսուսին հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, նա կրկնեց հենց այս խոսքերը։ Մատթեոս 22:37։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ մտքով։ Այսպիսով երկրորդ օրինաց 6-րդ գլուխը ուղղակիորեն բացահայտում է Հիսուսի սիրտը։ Սիրո հավատքը, ոչ թե կրոնը, ոչ թե կանոնները, այլ կենթանի հարաբերություն Աստծո հետ։ Մովսեսը նաև ասում է, որ Աստծո խոսքը պետք է լինի մարդու սրտում, տանը, ճանապարհին, առավոտյան, երեկոյան եւ ամենուրեք։ Սա մեզ հիշեցնում է, որ հավատքը միայն եկեղեցու համար չէ։ Հիսուսը ցանկանում է լինել մեր կյանքի կենտրոնում ամեն օր։ Այսօր էլ շատ մարդիկ գիտեն Աստծո մասին, բայց չեն ճանաչում նրան անձամբ։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ, որ մենք ոչ միայն լսենք օրենքը, այլ ապրենք Աստծո ներկայության մեջ։ Ինչպես Հովհաննեսի 14:6-ում է ասում, որ Հիսուսն ասեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ իրական հավատքը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը ամբողջ սրտով, ամբողջ էությամբ, ամբողջ հոգով սկսում է սիրել Աստծուն։ Ավարտենք աղոթքով, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Շնորհակալ ենք, որ դու եկար ոչ միայն օրենքը տալու, այլ նաև մեզ կյանք տալու։ Օգնիր մեզ սիրել քեզ ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ զորությամբ։ Թող քո խոսքը ապրի մեր սրտերում ամեն օր։ Հիսուս Քրիստոսի անունով Հայր այս ամենը խնդրեցի, ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, իսվիր քո ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրի, թե դու ինչպես ես տեսնում Հիսուս Քրիստոսին։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը եւ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլխում։ Եղեք օրհնված, ամեն։